Առաջին հայացքից օրինական թվացող հրաձգարան, որտեղ պարբերաբար անցկացվում էին պարապմունքներ կիրառելով տարբեր զինատեսակներ, սակայն իրական պատկերը բոլորովին այլ էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Եղվարդ քաղաքի տարածքում գտնվող կազմակերպություններից մեկը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ, առանց անպատասխան թույլտվության իրականացնում է հրաձգության պարապմունքներ, որի ընթացքում այցելուներին տրամադրում է ապօրինի պահվող զենք և զինամթերք։ Կոտայքի քրեական ոստիկաններն ու համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն անմիջապես գործի են անցել։ Համատեղ իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Պարզվել է, որ Եղվարդի բնակիչ 51-ամյա տղամարդը տևական ժամանակ հրաձգարանի այցելուներին ապօրինի պահվող զենք զինամթերք է տրամադրել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շուրջահեռահսկողությունը սահմանվել կազմակերպության նկատմամբ, ինչից հետո արդեն իսկ քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ խոզարկություն իրականացվել նշված կազմակերպության տարածքում, որի արդյունքում արդեն հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի պահվող զենք և զինամթերք։ Հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր և այլ զինամթերք։ Եղվարդի բնակիչ 51-ամյա տղամարդը և ևս մեկ անձ ձերբակալվել է։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության թիրախային աշխատանքը շարունակվում է։